ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն Անդրանիկ Թևանյանին, ազատություն, ազատություն։ Մայր Հայաստան կուսակցության նախագահ ԲՀԿ պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանին ազատ արձակելու եւ խախտված իրավունքները վերականգնելու պահանջով թիմակիցները ՄԻՊ գրասենյակի մոտ էին։ Ավելի քան 1 ամիս ապօրինի անազատության մեջ պահվող եւ շինծու գործով մեղադրվող Թևանյանը քաղաքական բանտարկյալ է, ասում են ակցիայի մասնակիցները։ Մենք դիմում ենք միջազգային բոլոր կառույցներին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բոլոր հասարակական կազմակերպություններին, բոլոր դեսպանատներին, բավական է լռեք, հերիք է, սա արդեն անթույլատրելի է։ Թևանյանը կալանավորվել էր նախընտրական քարոզարշավի ժամանակ։ Քննչական կոմիտեն նրա նկատմամբ պետական դավաճանության եւ լրտեսության հոդվածներով քրեական վարույթ է նախաձեռնել։ Դատական ակտ չկա, բայց ՔՊԱ-ականները մեկը մյուսին հերթ չտալով խախտում են անմեղության կանխավարկածը, հայտարարում, թե Թևանյանը պետական դավաճան է։ Այդպիսի հայտարարություն եղավ նաեւ քաղաքային իշխանության կողմից։ Դրա հետևանքով միջադեպ ու ծեծկրտուկ։ Փոխքաղաքապետը զրպարտում էր, փորձում էր մեզ ամոթանքներ տալով, ամաչեցնելով, մեզ ասում էր գլուխն հետ կախեք պետական դավաճանի աջակիցներ եք, թիմակիցներ եք։ Պատիվ պահանջեցինք, որի արդյունքում իրենց կողմից արդեն շշեր նետել եղավ եւ ծեծկրտուկ սկսվեց։ Գործը հարուցվել է տուժողի կարգավիճակում է, քննիչը արդեն փորձաքննություն, դատաբժշկական քննություն է նշանակել։ Մարդիկ զրկված են խոսքի ազատության իրավունքից եւ ապրում են հակասահմանադրական համակարգում։ Իշխանության ընդդիմախոսները ենթարկվում են իրավական տերորի եւ ռեպրեսիաների, ասում է Ստեփան Դանիելյանը։ Վարչապետը հայտարարում է, այն դատավորները, որը ըստ իրեն սխալ որոշում կկայացնեն, նրանց հետևից մենք կգանք։ Դուք հասկանում եք ինչ է ասում։ Այսինքն դատավորները զրկված են ազատությունից եւ իրենց որոշումները որոշելու է վարչապետ կոչվածը։ Ակցիայի մասնակիցներից 4-ը հանդիպեցին Անահիտ Մանասյանի հետ, հայտնեցին իրենց մտահոգություններն ու նամակ հանձնեցին պաշտպանին։ Մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացրեց, որ օրեր առաջ ունեցել են այցելություն պարոն Թևանյանին, ընտրեց ժամանակ, որպեսզի մեր բացասած տարբեր դրվագների հետ կապված իրենք կատարեն լրացուցիչ ուսումնասիրություններ, իր մանդատի շրջանակներում օմբուդսմենը պատրաստակամություն հայտնեց հետևոտ լինել, որպեսզի մարդու իրավունքներին առնչվող դրվագները պարոն Թևանյանի մասով հնարավորինս պահպանվեն։ Թիմակիցները հայտնեցին նաև, որ Անդրանիկ Թևանյանին իրենց զորակցությունն ու անվերապահ աջակցությունն են հայտնել մի քանի տասնյակ մտավորականներ, վաստակավոր գործիչներ ու ժողովրդական արտիստներ։ Արթուր Հակոբյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։